Նախ նշեմ, որ ընդհանրապես օպերատիվ հետախուզական միջոցառումները կոնկրետ անձանց վերաբերել երբ որ իրականացրել են, դա տևել է ամիսներ շարունակ։ Ամիսներ շարունակ։ Այս ընթացքում ամիսներ օրինակ մարդիկ կենցաղային բնույթի խոսակցություններ են ունենում։ Խոսում են, չգիտեմ, իրանց հարևանից, բարեկամից, խոսում են ճաշ սարքելու, չէ, կներեք միջև վերջ ավարտել, ինչը վերջ ավարտել։ Սա խեղաթյուրված է։ Եվ չէին կարող այդ ամիսներ շարունակ տևած խոսակցությունը մենք ընտրել ենք այն հատվածները, այսինքն ընտրել ենք այն ընտրել եք ձեզ հարմար տարբեր։ Դե հարմարը որն ընտրել ենք այն հատվածները, որոնք ըստ մեր խոսք գնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Չէ, լսեք միջև վերջ։ Լսեք միջև վերջ։ Մոնտաժված եւ այլ բաներ։ Այս հարցին լա չեմ ավարտել։ Ընտրել ենք այն հատվածները, որտեղ ըստ մեր գնահատմամբ քրեական վարույթի համար ունեն նշանակություն ապացուցողական տեսանկյունից եւ մեր մեղադրանք հիմնավորելու տեսանկյունից։ Հետեւաբար պարտավոր էինք ոչ թե պետք է հրապարակենք, պարտավոր էինք մոնտաժել եւ բայց դա չի նշանակում, որ ամբողջական ձայնագրությունը արկա չէ, ամբողջական ձայնագրությունը արկա է, ամբողջական ձայնագրությունը հիմա դատարանում է եւ հույս ունեմ, որ այդ կհետազոտվի։ Ինչ վերաբերում է այդ գյուլելու հետ կապված դրվագին, նոր այդ հարցին նոր դարձյալ եւս մեկ անգամ նշել Այդ հայտարարությունը սկզբից նշեցին, որ այդ հայտարարությունը իրենք չեն կատարել, հետո նշեցին, որ այդ հայտարարությունը կատարել են, հետո նշեցին, որ չգիտեմ, այդ հայտարարությունը ուղղված չէր, չգիտեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ուղղված էր, չգիտեմ, հիմա գիտեք ինչ, այնց հարցեր եք բարձրացնում, որ թե թիրախները ովքեր են գյուլելու թիրախները, կամ երբ պետք է գյուլեին, կամ որ պատի տակին պետք է գյուլեին այդ մարդկանց, դա պետք է իրանք ասեն, թող ասեն Հրապարակային դատաքննությունը այդում թող ասեն ում պետք է գյուլեին։ Ես եղել եմ գյուլելու խոսակցություն, մենք այդ մասը հրապարակել ենք։ Հիմա ում պետք է գյուլեին, թող իրանք որոշեն ում պետք է գյուլեին։ Լսել եք ում էին։ Այդ անձանց նկատմամբ չկար։ Դատարանում կհետազոտվի բոլոր հարցերի պատասխանները կստանա, քանի որ գործով այլևս առնվազն այդ անջատված դրվագով, օրենքով մենք վարույթ իրականացնող մարմինը դատարանը կորոշի, որ պահին ապացույցները ինչ հաջորդականությամբ կհետազոտվի, եթե հարցեր մնան, խնդրեմ, արդեն վարույթ իրականացնող